ճշտող հարց տամ, հետո մի քանի հարցեր ունեմ, հետո դիտարկումներն էլ կանդրադառնանք։ Նախ տեխնիկական հարց։ Մի քանի անգամ որ նշեցիք, որ ոչ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրի հետ Պակիստանը նկատի չունեք, չէ՞։ Երկրի անունը տալուց խուսափում եք, բայց այդ այսինքն անուն տալ լավ բան չի, բայց այդ երկրի հետ առևտուր անել լավ բան է, այդ երկրի հետ առևտուր անող մարդկանց մասին ենք խոսում, ինչը նորմալ է, բայց հարցս հիմա կոնկրետ հետևյալն է, Թուրքիա ուզում եմ ասել, որ դուք Թուրքիայի անունը տալուց խուսափում եք անուն տալ, երկու անգամ հստակ ասում եք ոչ դիվանագիտական հարաբերություններ ունեցող, բայց երբ որ մարդը կոնկրետ Թուրքիայի հետ առևտուր անում, դուք իրանց դեպքերն եք չեն նշում, որ իրանք չեն կարող փաստաթղթ, այսինքն առևտուր անելը հետները նորմալ եք համարում, բայց անունը տալը երկրի նորմալ չեք համարում։ Նորմալ չեմ համարում, իրականում դա իմ համար անձնապես դա իմ համար շատ ծանր բան է, որ մենք մեծ կախվածություն ունենք թշնամի երկրի հետ, եթե հետ եք ուզում լսեք, այտենց կարող է տա այդ անունը, բայց այտենց չտվեցի, իմ համար ինքը թշնամի երկիր է, ու իմ համար դա շատ ծանր է թշնամի երկրի հետ առևտուր անելը, Պարզապես չուզեցա կոնտեքստը փոխենք գնանք քաղաքական մասով։ Եթե հարցը բայց ես գնահատական չեմ տալիս, դա լավ է թե չէ։ Ես ասում եմ իրականությունն է ու ինչ է կատարվում։ Ու նույն օրինակը բերեցի ոչ թշնամի, էլի հարևան երկիր Իրանի հետ, որի հետ մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց չունենք բանկային հարաբերություններ։ Այդ դեպքում, պարոն Ավագյան, կարծում եթե հարցը գնացնած քաղաքական կողմի վրա, եթե համարում եք թշնամի երկիր, ուրեմն դուք Թուրքիայից ապրանք ներմուծողների խնդիրը այստեղ չպիտի բարձրաձայնեք, որովհետև Թուրքիայից ապրանք ներմուծողը նպաստում է Թուրքիայի կամ ձեր ձևակերպումը թշնամի երկրի տնտեսությանը, այսինքն հիմա համ համարում եք թշնամի երկիր, համ անունը չեք ուզում տալ, համ էլ ասում եք Թուրքիայից ապրանք վերողները չեն կարող, դե ձեր տրամաբանությամբ ավելի լավ կարող են Թուրքիայից ընդհանրապես ապրանք չբերեն, ուրիշ երկրներից բերեն, այս հարցն է փակվել ավտոմատ։ Շատ լավ։ Բայց հարցս հետևն է, տնտեսական մասն է վերում, Թուրքիայից ապրանք ցավոք չեն կարող, որևէ մեկը Թուրքիա հետ որ ասացի չեմ կարող։ Ես նկարագրեցի շղթան, ոնց է տեղի ունենում միջնորդ կազմակերպության կողմից եւ այդտեղ բանկային փոխանցման շղթան խախտվում է։ Ու էլի վերադառնալով դրան, ես այդ դաշ չեմ տալի գնահատական, որտեվ հանրագիրը դրան չի ուղղված։ Ես դրա համար այդ երկրի անունը չտվեցի, բայց որ ուզեցաք տալ, տվեցի այնպես, ինչպես ես եմ մտածնում, ու իմ համար ինքը թշնամի երկիր է։ Իսկ ես այդ մարդը չեմ, որ արգելեմ, որովհետև եթե ես արգելեմ, ապա ես առնվազն այլընտրանք պետք է դնեմ ու կամաց արգելեմ եւ նպաստեմ նրան, որ այդ մարդիկ ստեղ արտադրեն այդ ապրանքը, այլ ոչ թե ասենք լոլիկը արտադրեն ու 3 անգամ ավելի էժան թուրքական լոլիկը հայտնվի, որը հայտնվի նաև մեր երեխեքի ստամոքսում։ Այսինքն եթե ուզում եք գնանք այդ դաշտ, եկեք առանձին քննարկում դնենք այդ դաշտ։ Չէ, մի անգամ արգելել էինք, հետո տեսանք, որ մեկը այսպես թե այնպես թուրքական ապրանքը գալիս էր Հայաստան, որովհետև դրա պահանջարկը կար։ Բայց հարցը դրան չէր վերաբերում, հարցը տեխնիկական էր, որ ասում ենք հնարավոր չի, ասեցիք ուժերից վեր է փաստաթղթաշրջանառություն ապահովել է։ Ուզում եմ ասել կարող է ուժերից վեր լինի, բայց դա անհնարին չէ, այսինքն ըստ մեր կարգավորումների, եթե մարդը ցանկանում է, որ կարող է դա անել, որովհետև կան նաև տնտեսվարողներ, որոնք Թուրքիայի հետ առևտուր են անում ու փաստաթղթաշրջանառություն ապահովում են։ Երկրորդը դուք նշեցիք, որ մի կողմից ասում ենք սա լրացուցիչ հարկային բեռ չի, բայց նաև նախագծի հիմնավորման մեջ գրած էր, որ 18 միլիարդ դրամ հարկային մուտքեր են ապահովելու, եթե չեմ սխալվում, այդտեղ նշված էր այլ հավասար պայմանների դեպքում։ Այսինքն, եթե գործող կարգավորումների դեպքում տնտեսվարողները շարունակեն իրենց նախկին գործելավոճը, ոչինչ տեղի չունենա, ոչինչ չփոխվի, իրենց ծախսերը չփաստաթղթավորեն, իրենք լրացուցիչ հարկային ծանրաբեռնվածություն են ունենալու, բայց մեր ձեր հետ ունեցած տարբեր քննարկումների ժամանակ թե ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, թե մենք կարծեմ թվաբանորեն ցույց ենք տալիս, թե որ դեպքում, մինչև որ կետը ծախսերի ցույց տալու դեպքում գալիս ենք նույն կետին, եթե չեմ սխալվում, այդ 90%-ի շրջակայքներ ու դրանից բարձր ծախսերը փաստաթղթավորելը արդեն նշանակում էր հարկային բեռի նվազեցում։ Հեսա բան անեմ, մի հարց էլ նշվեց, որ մարդիկ խնդիր ունեն փաստաթղթեր ձեռք բերելու հետ կապված, այդ հարցն են քննարկել, մասնավորապես ոսկու դեպքում, երբ որ պարզվեց, որ ֆիզիկական անձանց ձեռք բերելու դեպքում
այդքան էլ բարդ չի, ամեն դեպքում դա իրանք կարող են անել, իսկ հետո պարզվեց, որ չէ, խոշորներից, որ ասում են թուղթ չեն տալի, մեր որ մարդկանց ասում ենք, խնդրում ենք անունները ասեք, որ ընկերություններն են, որոնցից դուք գնում եք կատարում ու իրենք ձեզ թուղթ չեն տալի, այդ ժամանակ այդ շղթան այդտեղ խոսակցությունը փակվում է։ Միկրոբիզնեսի պահով, քանի որ դուք շատ թեմաների անդրադարձեք, ես հերթով ասեմ, միկրոբիզնեսի առումով, այո, միկրոբիզնեսի կարգավորումներ ընդունվելուց հետո շատ բաներ այդտեղ փոխվեցին։ Դուք ներկայացրեցիք, որ սահմանափակվեց հնարավորությունները B2B ծառայություններ մատուցելու, բայց պատճառը չեք ասում։ Պատճառը այն էր, որ այդ համակարգը դարձավ չարաշահումների առիթ ու ստացվեց, որ իրականում միկրո ձեռնարկատիրության համար նախատեսված ռեժիմը օգտագործվում էր միջին կամ խոշոր ընկերությունների կողմից հարկերը նվազեցնելու նպատակով, ինչը իմ կարծիքով նորմալ է։ Մի բան էլ ուշացանք, օրինակ մեզ հակառակը քննադատում են նրա համար, թե մենք հենց ինչու ի սկզբանե այդ սահմանափակումը չենք դրել, բայց չենք կարող այդ հաշվարկները ամբողջությամբ անել եւ մեկ էլ մենք չենք ասում ենք գնում ենք շրջանառության հարկի վերացում։ Այս պայն շրջանառության հարկի վերացման մասին նախագիծ չկա։ Մենք ասում ենք մենք գնում ենք արտոնյալ հարկային ռեժիմների գրավչության ու այդ շրջանակի սահմանափակմանը։ Երբ որ կգա ազգային ժողով կոնկրետ նախագիծ, որ շրջանառության հարկից հրաժարվում են, գնում ենք ամբողջությամբ ավելացված արժեքի հարկ, կամ ավելացված արժեքի հարկից ենք հրաժարվում, բոլորի համար լինում է շրջանառության հարկ, կամ լինում է շրջանառության հարկի ու ավելացված հարկի ինչ-որ տարբեր մոդելներ, այդ բոլոր վերլուծությունները այդ ժամանակ կներկայացվեն։ Հիմա ես ստիպված մի անգամ էլ պիտի բան անեմ, նշեմ